Հայաստանում օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության և դաժանության քարոզը ու նման բովանդակության տարածումը։ Կառավարության չզեկուցվող հարցերից է եղել օրենքի փոփոխությունը։ Նախագիծը կառավարություն ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է տարել։ Փոփոխությունները միտված են քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը, հնարավորություն տալով կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության, քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը։ Սահմանադրագետ Արա Ղազարյանի խոսքով տեսալսողական սարքերի մասին օրենքը մինչև վերջին փոփոխությունն էլ ներառում էր պատերազմի քարոզը, ատելության խոսքը արգելող նորմեր, ուրեմն ինչու է կառավարությունը նորից փորփրում օրենքը։ Վտանգավոր է նման նորմեր սահմանելը, մանավանդ տեսալսողական մեդիայի մասին օրենքում, միջազգային իրավունքում, դաշնագրում քաղաքացիական իրավունքների մասին 20-րդ հոդվածը նույնպես ատելության խոսքի վերաբերել, այդ թվում նաև պատերազմի քարոզ եւ այլն։ Դա բացարձականապես արգելված վարքագիծ է, հասկանալի է, որ նման նորմեր պետք է լինի։ Դա ըստ էության ատելության խոսքի վերաբերել նորմա, որ արդեն իսկ կա 9-րդ հոդվածը, բայց երևի ուզում են ուժեղացնել։ Ղազարյանի համոզմամբ փոփոխված օրենքում կան անորոշ ձևակերպումներ։ Ինչ ենք հասկանում պատերազմի քարոզ ասելով, արդյոք պատերազմի քարոզ է Արցախի ազատագրմանը, արցախահայերի վերադարձին վերաբերվող բովանդակությունը։ Պատերազմի քարոզ եւ ինքնապաշտպանական պատերազմ երբեմն դրանց միջև բաժանման գիծը հստակ չի։ Ինչ է նշանակում սահմանադրական կարգը բռնի տապալել, Ղազարյանը նկատում է, դեռ որևէ դատարան չի կարողացել հստակ սահմանել։ Հետևաբար, անորոշություններով լի օրենքը կիրառելիս էլ կարող են լինել չարաշահումներ։ Օրինակ փողոցները փակելը սահմանադրական կարգի տապալում է, թե ոչ, եթե ինչ-որ մեկը ասում է, ասենք Երևանի կեսի փողոցները փակում են, դա սահմանադրական կարգի տապալում է, թե ոչ։ Գոնե ես այդ դրույթը կհանեի, սահմանադրական կարգը տապալելը, մնացածը նորմալ է, դա ատելության խոսք է, թող լինի։ Օրենքում փոփոխությունից հետո կարգելվի նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Սահմանադրագետի կարծիքով սա ուղիղ հարված է ազատ խոսքի իրավունքին։ Ինչ նշանակում միջամտել։ Դա ազատ խոսքը վտանգող նորմա։ Մարդիկ պետք է կարողանան անկաշկանդ քննադատել իշխանությունները։ Դա ազատ խոսքի ամենակարևոր բանաձևերից մեկն է։ Իդեպ ըստ Ղազարյանի նման նորմ չկա որևէ այլ երկրի օրենսդրությունում։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։